ապրանքների դրոշմարման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպիչ մոդել։ Քրեական օրենսգրքում նախատեսում 289-րդ հոդվածի վերնագրում դրոշմապիտակներ բառից հետո առաջին մասում կամ դրոշմապիտակներ բառերից հետո երրորդ մասում կամ դրոշմապիտակները բառից հետո լրացնել համապատասխանաբար կամ հսկիչ նույնականացման նշաններ կամ հսկիչ նույնականացման նշան բառերը, որը այս փոփոխությունը նույնպես պայմանավորված է Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից վերը նշված փոփոխության հետ։ Ընդհանուր առմամբ այսքանը առաջինից երկրորդ ընթեցմամբ նախագիծը ենթարկվել է փոփոխությունների կառավարության եւ իմ առաջարկներով հիմնականում տեխնիկական բնույթի եւ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի հետ կապված մի փոփոխություն կա, որը չի ընդունվել, մնացած բոլոր 5 փոփոխությունները ընդունվել են, այսքանը եթե հարցեր լինի, պատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Ղարամանյան, հենց այդ չընդունվածի մասին իմը պիտի քննարկումը գնա էլի, մի հատ դրա համար կխնդրեմ նախ պարոն Սահակյան, որպես հարակից եկուցող ներկայացնեք այդ առաջարկը որն է, հետո պարոն Ղարամանյանը թող ասի ինչի համար ընդունելի չի, խնդրեմ։ Շնորհակալություն, առաջարկը վերաբերվում էր ծխախոտի եւ խմիչքի տուգանքների չափերի համաչափության հետ, այսինքն հիմնավորումներով առաջարկում ենք հիմնավորել ավելի բարձր տուգանքների սահմանումը, բայց մենք քննարկել ենք պարոն Ղարամանյանի հետ։ Կառավարության առաջարկությունն է դա։ Ես հիմա հասկանալի ասենք, էլի հիմա կառավարությունը ինչ ա ուզում։ Ի սկզբանե օրենքի նախագիծը մենք պետական եկամուտները, եթե նաև չեմ սխալվում, ֆինանսների նախարարության հետ միասին ցանկանում ենք հետ վերել 19 թվականի կանոնակարգին, այսինքն քրեական ասենք մինչև 19 թիվը սա քրեական պատասխանատվություն է ենթարկում։ Հետագայում քննարկումների արդյունքում քրեական պատիժը հանեցինք եւ փոխարենը տուգանքների չափը առաջարկվեց կառավարության կողմից ավելացնել եւ քննարկումների արդյունքում տարբեր թիվ ա եղել մաքսիմալ շեմի 10 միլիոն, 5 միլիոն, վերջի հաշվով կանգնեցինք 3 միլիոնի վրա։ Հիմա կառավարության առաջարկությունը, այն նույն ինքը, եթե չեմ սխալվում, արտադրության նախարարությունն է, առաջարկում է, որ համեմատել համանման խախտում կատարվող, այսինքն նույնական խախտումներ կատարվող արարքների տուգանքների չափով, բայց նույնանման խախտում չկա, որտեղ ակցիզային հարկով իրանք են, այսինքն որ ապրանքները, որոնք հարկվում են ակցիզային հարկով, այդ ապրանքներն են, ուրիշ ապրանքներ չկա, որ եթե մենք համեմատենք, հետո ասում են համաչափության սկզբունքը, բայց բոլոր այս ընթացքում մեր արտադրության նախարարության գործընկերները կոնկրետ թիվ կամ չափ չեն նշել, ուղղակի ասել են, որ մտածում ենք համաչափության խնդիր կա, բայց կոնկրետ առաջարկ չի հնչել, օրինակ մնացած առաջարկությունները շատ կոնկրետ է հնչում, փոխել էս ինչ բառով, այն ինչ բառով, բայց տվյալ պարագայում չի եղել եւ մենք նախ նշել ենք, որ պետական եկամուտների կոմիտեի հետ միասին, որ նախ հիմնավորումները կա եւ երկրորդը խնդիրն է, որ չկա այլ արտադրատեսակ, որի հետ մենք կարողանանք համեմատության մեջ դնել։ Եվ վերջի հաշվով, եթե այս շեմից էլ ավելի իջեցնում ենք, ապա ստացվում է փաստացի, որ նախքին շեմն ենք ասում, լավ ոչ մի բան չանենք այդ ստացվում։ Պարոն Ղարամանյան, հասկացա, արտադրության նախարարությունը, այսինքն ֆորմալ կառավարությունը առաջարկում է, որ համաչափ լինի պատասխանատվությունը, հիմա այդ սուբյեկտիվ է։ Հիմա կոնկրետ որ խախտման դեպքում է այս բանը, մի հատ այդ մասը կհստակեցնեք։ Հա, սա շատ կարևոր է, խախտումը կոնկրետ միայն ալկոհոլային խմիչքների դեպքում է։ Այսինքն ինչ լինի խախտում ալկոհոլային։ Առանց ակցիզ օտարելը, առանց դրոշմավորման կամ ակցիզավորման ու փաստացի առանց հարկերի վճարման օտարելը։ Կոնկրետ միայն ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտներին է վերաբերվում, այսինքն մնացած բոլոր այս մյուս արտադրատեսակները, ովքեր նորից այսպես կոչված data matrix կոդ կամ նույնականացման նշանով են, դրանց չի վերաբերվում։ Այսինքն այստեղ կարող ենք ասել, որ հստակ միտում կա, այսինքն դա պատահականություն, անփութություն, անուշադրություն, չգիտեմ,
այլ հանգամանքներով պայմանավորված դեպք չի կարող լինել, երբ որ այդ արտադրանքը առանց ակցիզային դրոշմապիտակի իրացվի, հա։ Բացի դա, եթե կարելի է, պարոն Թունյան, մենք պարոն Ղարամանյանի հետ որ քննարկեցինք, ներկայացվեց, որ մնացած ապրանքների համեմատ ծխախոտը եւ ալկոհոլը, քանի որ հարկվում են նաեւ ակցիզային հարկով, այդտեղ ավելի հարկունակ ապրանքներ են, այսինքն համեմատած մյուս ապրանքների իրենց հարկերը ավելի շատ են եւ դա առանց ակցիզային դրոշմանիշի վաճառելու եւ հարկերը չվճարելու մոտիվը ավելի շատ է։ Դրա համար իր մյուս ապրանքների համեմատ իր տուգանքն էլ է ավելի շատ նախատեսվում։ Հասկանալի է։ Չէ, որ ասում եմ համանման այլ արարքների դեպքում համանման այլ արտադրատեսակ չկա, որ մի հատ էլ այլ տուգանքներ լինեն փաստացի։ Շատ լավ։ Չէ, ես հիշում եմ մեր քննարկումների բովանդակությունը, համ օրենքի քննարկման ժամանակ, համ դրանից առաջ, այն էր, որ տուգանքի չափը պետք է այնպես լինի, որ մարդկանց ձեռնտու չլինի իրանք Ներողություն ավելացնեմ դրա հետ կապված։ Հիմա այս պահի դրությամբ ներկա կարգավորումներով շատ եկամտաբեր բիզնես է, իրանք պատրաստ են անընդհատ տուգանվեն, անընդհատ այդ տուգանքը վճարեն եւ շարունակեն իրենց գործունեությունը, փաստացի կարգավորումներով դա է, այսինքն բռնագրավում չկա, ապրանքի ոչ մի բան չկա եւ մաքսիմալ շեմել նույնիսկ չկա։ Հիմա այնպիսի կարգավորումներ ենք մտցրել, որ չափից դուրս շատ բարձր տուգանքներ չի, բայց ամեն դեպքում տնտեսվարողը չէ, օրինազանց տնտեսվարողը ֆինանսապես շահույթ չի ունենա։ Արամանյան համաձայնեցիք իջեցնել։ Դե նայեք, նույն պետական եկամուտների եւ ֆինանսների նախարարության հետ մենք երևի 10 քննարկում ենք ունեցել այս առումով, իրանք ասում են համաչափություն, լավ, սկզբից բավականին բարձր տուգանքներ է դրված, եթե հիշում եք նախ նույնիսկ պարոն Բագրատյանը առաջարկություն արեց, որ բարձրացնենք 3 միլիոնը ցածրը։ Ես վերջին հաշվով կառավարության մեր գործընկերների այդ առաջարկության առարկայական չեմ տեսել, այսինքն միշտ առաջարկություն եղել է, որ վերանայեք կամ չգիտեմ համաչափ չի եւ այլն, այսինքն աստիճանաբար իջեցվել է իրանց այդ քննարկումների արդյունքում, բայց փաստացի եթե սրանից էլ ավել իջնենք, փաստացի ստացվելու է հիմիկվա արդեն տուգանքների չափը, այսինքն իմաստ չկա էլի ավելի իջեցնելու, տակը կմնա երևի մենակ այդ բռնագրավման բանը։ Սա երբանցեր ուժի մեջ մտնում, պարոն Ղարամանյան։ Կարծիքներ, հարգելի գործընկերներ, չկան։ Դե պիտի առաջարկները հիմա քվեարկենք, 6 առաջարկ կա, այսինքն 5-ը ընդունել եք, 1-ը չեք ընդունել։ Ես իմ կարծիքը ասեմ, ընդհանուր առմամբ արդարադատության նախարարության առաջարկը, որ պիտի պատասխանատվությունը լինի համաչափ, այդ ընդհանուր որպես առաջարկ ընդունել է, բայց իմ կարծիքով դա վերաբերում է մեր ընդհանուր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին ամբողջությամբ, որտեղ այդտեղ որ նայենք լիքը դեպքեր ունենք, որ պատասխանատվությունները երբեմն անտրամաբանական տարբերություններ ունեն, իսկ այս դեպքում իմ կարծիքով խնդիրը ոչ միայն հարկերը չվճարելու մեջ է, այլ նաև հենց կոնկրետ ապրանքի բնույթի մեջ է ու նաև մրցակցային միջավայրի խաթարման մեջ է։ Ու այս դեպքում ստացվում է, եթե մենք հնարավորություն ենք տալիս տուգանքը վճարելով անակցիզ ապրանք վճարել, այս օրենքի դաշտում աշխատող տնտեսվարողների համար լուրջ ռիսկեր առաջացնում, հաշվի առնելով նաև մեր նախորդ քննարկումների հետ թվում փաթեթավորման պահանջների հետ կապված, գիտենք, որ այս շուկան շատ զգայուն է, որ այդտեղ ամեն մի դետալը կարող է շուկայի կշռի վրա ու բիզնես հարաբերությունների վրա։ Դրա համար ես էլ եմ կողմ, որ առաջարկվող տուգանքի չափը իմ կարծիքով նորմալ է ու ողջամիտ է։ Հիմա եթե ավելացնելու բան ունեք, խնդրեմ։ Այստեղ խնդիրը նաև կանում է նրանում, որ ակցիզը ամեն տարի թանկանում է, փաստացի ակցիզային հարկի զուտ գումարը թանկանում է։ Եթե չեմ սխալվում, մի տարի 10%-ով, նախորդի վրա մի տարի 15%-ով։ Այսինքն ամեն տարի ինքը թանկանում է եւ մոտավորապես ասենք 5 տարի հետո ինքը կարող արդեն կրկնակի լինի եւ արդեն հարկերը կրկնակի բան չանի, եթե իմիկվանից մենք այսպես ասած դեմը չպահենք էլի։ Շատ լավ։ Չէ, դա պարզավոր արդարադատության նախարարությունը իրավական տեսանկյունից է նայում, բայց հարցի տնտեսական
ֆինանսական կողմն էլ կա։ Եկեք այս տարբերակով անենք հարգելի գործընկերներ, այն 5 առաջարկներին ովքեր են կողմ եւ այս 4-րդ կետի առաջարկին, որով առաջարկվում է, ես տենց էլ չհասկացա, առաջարկում է չափը հիմնավորել, առաջարկում է չափը նվազեցնել, այս առաջարկին դե հիմա արդեն հիմնավորեցինք, կարծում եմ, կարեն գրենք ընդունվել է, հիմնավորվել է, գնում ենք առաջ։ Ես հիմա չեմ հասկանում, որ հիմա կողմ կամ դեմ քվեարկենք ինչա փոխվելու էլի։ Դե կողմ լինենք հաշվի առնելով, որ արդեն հիմնավորվել է այս ամեն ինչը եւ նոր հենց նոր եւս մեկ անգամ հիմնավորվեց, կարծում ենք լրացուցիչ հիմնավորման կարիք չկա, այդ դեպքում ովքեր են կողմ